Գողություն, որն ընդմիշտ փոխեց արվեստի պատմությունը։ Խոսքը աշխարհի ամենահայտնի կտավի Մոնա Լիզայի առևանգման մասին է։ 1911 թվականին Փարիզի Լուվրը աշխարհի ամենապահպանվող թանգարաններից մեկն էր։ Սակայն Վինչենցո Պերուջա անունով մի հասարակ իտալացի բանվոր ապացուցեց, որ հանճարեղությունը պարզության մեջ է։ Նա չօգտագործեց զենքեր, բարդ սարքավորումներ կամ պայթուցիկներ։ Փոխարենը կիրակի երեկոյան նա պարզապես մտավ թանգարան և թաքնվեց մութ պահարաններից մեկում։ Երկուշաբթի առավոտյան, երբ թանգարանը փակ էր այցելուների համար, նա հագավ աշխատակցի սովորական սպիտակ խալաթ, հանգիստ մոտեցավ պատին և հանեց Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցը։ Թաքնվելով նեղ աստիճանահարթակում, նա ազատեց կտավը ծանր փայտե շրջանակից, թաքցրեց այն իր վերարկուի տակ և պարզապես քայլելով դուրս եկավ գլխավոր դռնից։ Երբ աշխարհն իմացավ գողության մասին, սկսվեց իսկական խուճապ։ Ոստիկանությունը կասկածում էր բոլորին, անգամ երիտասարդ Պաբլո Պիկասսոին։ Մինչ ողջ աշխարհի խուզարկուները փնտրում էին կտավը, այն ուղիղ 2 տարի հանգիստ պառկած էր Պերուջայի մահճակալի տակ, սովորական փայտե սնդուկում։ Ի վերջո նա բռնվեց, երբ փորձեց վաճառել այն Իտալիայում, միամտորեն համարելով իրեն հայրենասեր։ Ճակատագրի հեգնանքն այն է, որ մինչև այս գողությունը Մոնա Լիզան պարզապես գեղեցիկ նկար էր, բայց հենց այս համաշխարհային սկանդալն ու դատավարությունը նրան դարձրին աշխարհի ամենաճանաչված գլուխգործոցը։